բաժի։ Գիտեք, ասես մի հատ նոտայի ուզում եմ սենց սկսենք, էլի։ Տես մտքիս եկավ, կանգնած աղոթում էի, ես մտածում եմ սենց մտքեր Տիրոջ հոգին ա տալ, էլի։ Գիտես, կարաս քո դիմացինին, քո կողքին ասես, գիտես Հիսուսը քեզ այնքան ա սիրում։ Ես դեպի մի հատ այնց հրճակում ա, ոչ թե գիտես, այտենց միտք է, ես ուզում եի ասա Հիսուսը ինձ սիրում ա, բայց մեկը այտենց հուշեց, ասես գիտես քո դիմացինին դու ասա Հիսուսը քեզ շատ ու շատ ա սիրում։ Գիտես իսկականից դա շատ կարևոր է, որ դու գիտես, որ ամենակարող Աստվածը քեզ սիրում ա, Հիսուսը սիրում ա, ամեն։ Նստեք ասու ժողովուրդ։ Նստեք, որովհետև գիտեք շատ կարևոր է, որ դու գիտես, որ քեզ մեկը սիրում ա։ Գիտեք այն երգը, որ մենք նոր լսում ենք, այն փառաբանության 4-րդ վերջի երգը, իմ հետ ա ամենուր, նա իմ հետ ա։ Գիտեք դա շատ ոգևորիչ է, տպավորիչ է, որ դու հասկանում ես ու դու գիտակցում ես, որ քո հետ կա մեկը։ Այդ մեկը քեզ պահում է, այդ մեկը քեզ լսում է, այդ մեկը քեզ միշտ հիշում է, միշտ ուզում է ըլնի քո կյանքի ամենաէպիցենտրներում, այդ մեկը բերել է քո կյանքի մեջ օրհնություն, այդ մեկը բերել է քո կյանքի մեջ օծություն։ Ստե գալիս է հարց, դու տենում ես, դու հասկանում ես, դու վերցել ես այդ օծությունը, դու կիրառել ես այդ օծությունը, ինչքանով ես դու իր հետ ապրում, ինչքանով ես դու ճանաչում ես որ ամենակարողին, Հիսուս Քրիստոսին։ Գիտես, մեկ-մեկ ես մտածում, ասում եմ, կգա ժամանակ, երբ որ ամեն մեկը կբարձրանա իր մոտ։ Այն նվիրված մարդ, այն մեկը որ տվել է իր կյանքը, գիտես, այդ դռների մոտ, այն դրախտի դռների մոտ, քո փրկիչը քեզ սպասում է։ Այս դռների մոտ ինքը քեզ կասի, արի իմ բարի ազնիվ ծառա, դու արժան ես այսօր ստե գտնվելու։ Ես մտածում, ասում եմ, ինչքան է պետք պրիորիտետ, ինչքան է պետք դու աճես, ինչքան է պետք որ դու ճանաչես, որ դու արժանանաս այդ երկու խոսքին, ասի արի իմ ծառա, դու արժան ես։ Գիտեք ինչքան վատ կլինի, երբ որ ինքը ասի, գիտես, ես քեզ չեմ ճանաչում։ Գնա մտի, բայց ես քեզ չեմ ճանաչում։ Ինչի՞ հարցը, ինչի կարա Հիսուսը տես բան ասի, արդյոք ինքը կարա տես բան ասի, հա, կարա ասի, ինքը կասի, եթե դու այսօր կարաս ու չես անում, այսօր դու կարաս քո կյանքը նվիրես ու քայլես իր ճանապարհով ու չես անում, հասկանում ես, իհարկե ինքը կասի քեզ, եթե դու կարաս այսօր շատ բան անես, եթե այսօր դու օրհնված ես, ես մտածում եմ, որ մենք ամեն մեկս ունենք օրհնություն, երբ որ դու Քրիստոսին ընդունել ես, ոնց որ քո անձնական Տեր-Փրկիչ, դու ունես օրհնություն, դու ունես օծություն, եւ այդ քո օրհնություն օծությունը գիտես երբ է ի հայտ գալի, երբ որ դու ապրում ես իր համար, այդ իր օրհնությունը որ թափված է, թափվում է քո կյանքի բոլոր ոլորտների վրա։ Հասկանում ես, երբ որ դու իր համար ես ապրում, իր համար ես ուզում մի բան անես, հասկանում ես, դու օրհնվում ես դրա մեջ։ Գիտես դու չես օրհնվում, երբ որ դու ապրում ես քո համար։ Եթե դու մտածում ես, դու օրհնվում ես, երբ որ ապրելով քո համար, քո անձնականի համար, հա, գծեթը կարաս օրհնվես։ Գծեթ ինքը քեզ օգնում է, քեզ փայփայում է, բայց ամենակարող որ գործ, երբ որ դու ապրում ես իր համար, երբ որ դու իր համար ես գործում, այդ օրհնությունը թափվում է քո կյանքի բոլոր ոլորտներում, հասկանում ես։ Այդ ծառայությունը, այն գործը, այն իր կամքը, որ դու կատարում ես, նա քո կյանքում է իր օրհնությունը։ Եվ ինքը գիտես, չի վերցել, չի ասում, գիտես, ես վերցում եմ այդ օրհնությունը։ Դու պատկերացրու, թե ինքը օրհնությունը վերցի քեզանից, ուրեմն փրկությունն էլ պետք է վերցի, չէ՞, բայց ինքը փրկությունը տվել է ինձ ու քեզ, ձրի տվել է իր կյանքի գնով, այն արունը, որ ինքը թափել է խաչի վրա, ոչ թե իզուր։ Դու գիտեք, իզուր տեղը թափավ այդ արունը, չէ։ Այդ արունը որ թափավ, այդ ճանապարհը որ ինքը անցավ իմաստով իմն ու քո համար, հասկանում ես, որովհետեւ մենք հասկանանք այդ այրան գինը, հասկանանք ինչ արեց ինքը մեր ամեն մեկի համար, ամեն։ Եկեք այսօր վերնակիր sense դրել եմ անծանոթ Հիսուս, որին որ դու պետք է իմանաս։ Եթե կարող ես մի քիչ տպավորիչ է անծանոթ Հիսուս, ոնց Հիսուս անծանոթ է իմ համար, չէ՞ որ ես Հիսուսին գիտեմ, չէ՞ որ ես Հիսուսին ճանաչում եմ։ Ամեն, հալելույա, դու գիտես, եւ դու պետք է ավելին իմանաս Քրիստոսին, հասկանում ես։ Երբեմն մենք մտածում ենք, որ մենք գիտենք Քրիստոսին, մենք գիտենք Հիսուսին, բայց գալիս է կյանքի պարագաներ ու տենում ես, որ դու իրապես Քրիստոսին չես ճանաչում, հասկանում ես։ Ու դու տենում ես, որ դու Քրիստոսից այնքան հեռու ես։ Ոնց ես դու տենում այդ ամենը։ Եթե քո կյանքի ամենօրվա ոլորտներում, երբ որ դու առավոտը զարթում ես, ես միշտ այդ խոսքը ասում եմ, երբ որ դու մեծարում ես, ասում ես Տեր, փառք ես Հիսուս, օրհնիր իմ տունը, իմ տեղը, երեխեքիս պայր պաշտպանիր, գործերս օրհնիր ու ըլնում ես ու սկսում ես ապրել։
Ես մա ստատիստիկար է, տորվա մեջ դու ինչքան ես Քրիստոսի հետ, ոնց ես դու իր հետ, ոնց ես դու մտածում ես իր մասին։ Գիտեք, երբ որ քո միտքը ազատ է եւ քո միտքը զբաղված է, դու չես կարող մեկ ուրիշի մասին։ Եթե քո միտքը զբաղված է քո հոգսերով, դու չես կարող Քրիստոսի մասին մտածես։ Եթե քո միտքը զբաղված է քո ընտանիքով, քո առօրյայով, դա դատար չի քո միտքը, քո սիրտը արդեն զբաղված է։ Բայց դու պատկերացրու, որ դու մտածում ես Հիսուսի մասին, մտածում ես այն հարաբերությունը, որ դու պետք է ունենաս, հստակ հարաբերությունը, մտածում ես, որ ինքն առաջինն է քո կյանքում, մտածում ես, որ ինքը ամեն բան արեց, որ այսօր դու իրանը ճանաչես, ճանաչում ես արդյոք իրանը այնպես, ինչպես որ պետք է։ Դե դու մակերեսորեն ես ճանաչում Քրիստոսին։ Գիտես, ես այսօր ավետարանից եմ խոսալու, որովհետև գիտես ինչ եմ ասում, այսօր ես միշտ եմ խոսում եւ մենք բոլորս ենք խոսում ավետարանից, բայց ես խոսալ եմ Հովհաննեսի ավետարանից։ Գիտեք, այդ վերջերս այդ մի պատմություն էր ավետարանից, այսինքն Հովհաննեսի ավետարանից, ասես մտքումս ֆռում էր, պետք է խոսամ դրա մասին, պետք է խոսամ, ես դրա մասին խոսացել եմ, հիշում եմ Լատիշովեն, որ մենք հայկական ծառայություն ենք, հավաքվում ենք։ Ես խոսացել եմ, ասենց հաս գալիս է, որ պետք է խոսամ, պատմությունը, օրինակը, գիտեք, օրինակը, պատմությունը, դա շատ կարևոր է, որ դու տենում ես մեկի կյանքը, դու տենում ես, որ մեկը այսօր եկավ, տվեց, ապրեց, ճանաչեց, հասկացավ, Քրիստոսը անծանոթ էր, դու Քրիստոսին լսել ես ուղղակի քո շրթունքներով, դու հավատացել ես քո պապական, տատական հավատքով, որ դու քրիստոնյա ես, բայց գալիս է մի պարագա քո կյանքի մեջ, երբ որ դու հանդիպում ես այդ անծանոթ Քրիստոսին դեմ առ դեմ, հասկանում ես, ռուսերեն ասած լիցո կը լիցո, հասկանում ես, ու այդ մեկին, որ դու հանդիպում ես այդ Քրիստոսին դեմ անդեր, ինքը ուղղակի հասարակ մարդ չի, պատմությունից, հասարակ անձնավորություն չի, հասկանում ես, որ եկել է պատմության մեջ, ծնվել է, մահացել է, գնացել է, դա Աստծո որդին է, ինքը ամենակարողն է, հայրը որդին իրանք մեկ են, հասկանում ես, դու գործ ունես կենթանի Աստծո հետ, այն Աստծո որդու հետ, որ այսօր քեզի խոստացել է ամենակարևորը ու տվել է, հասկանում ես, եթե դու չես իմանում, մոռացել ես, ես ուզում եմ քեզ նորից հիշեցնեմ, դու ունես մի հատ մեծ օծություն, մեծ օրհնություն։ Գիտես որն է, ոչ թե ընտանիքն է, գործն է, մեկել է մյուսը, չէ, փրկություն, հավիտենական կյանք, ինքը քեզ տվել է այդ հավիտենական կյանքը։ Գիտես ամեն մեկին չի տրվում, ես կարամ ասեմ, տրվում է ամեն մարդկանց, այդ բոլոր աշխարհի մարդկանց, բայց ամեն մեկը չի հասկանում դրա իմաստը, չի հասկանում ոնց անի, որ ապրի դրանով, ոնց անի, որ ապրի։ Գիտես որ դու կիրառում ես այդ քաղցրությունը քո կյանքի մեջ, կիրառում ես թե Քրիստոս ինչքան քաղցր է, ինչքան զորավոր է, դու ուզում ես էլը ապրես։ Ես միշտ հիշում եմ այդ Պողոս Առաքյալի խոսքերը, այն որ ասում առավոտը շուտ զարթացնես ինձ, ես այդ Պողոս Առաքյալի խոսքերը միշտ կասեմ, ես ապրում եմ ապրելու համար, ապրում եմ իր համար։ Ես մեռնել եմ իր համար, հասկանում ես։ То есть դու պատկերացա, թեստե թենդե դու ապրում ես իր համար, դու պետք է ապրես իր համար։ Եվ այդ ստատիստիկան դու պետք է բերես, իրապես ես դու ապրում իր համար, թե դու ոնց ես ապրում։ Գիտեք, Հովհաննեսի ավետարանում 7-րդ գլխում, այո 7-րդ գլխում 37 խոսքից Քրիստոսը ստեղ խոսում է մի հատ զորավոր խոսք եւ ասում է եւ տոնի վերջին մեծ օրն էր Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով եթե մեկը ծառավ է թող գա ինձ մոտ գա ու խմի հետաքրքիր խոսքերը, չէ, Քրիստոսը ասում է կանգնած աղաղակում էր։ Ասես պրոստո կանգնել էր ու աղաղակում էր, հասկանում ես, ասում էր տոնի վերջի մեծ օր էր, դու բազմություն, ժողովուրդ, լիքը ժողովուրդ։ Եվ ասում է ինքը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով եթե մեկը ծառավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Եթե մեկը պատկերացեք, ես պատկերացնում եմ ամբողջ ժողովուրդ եւ ինքը գոռում ասում է եթե մեկը ծառավ է, թող գա ու խմի։ Մարդիկ նայում են, Քրիստոսը կանգնած է, ձեռը որ ջուր կա, ոչ վեդրոներ կան, ոչ բան, որ դու ցա այդ մարդը ջուր տալու մեզ խմելու։ Ժողովրդի բազմություն դուք պատկերացեք Երուսաղեմ կամ այդ քաղաքներում անապատ, արևի են շոքերը, քամիները, բայց ինքը խոսում է ջրից։ Ջրից որ իր ձեռքում չկա։ Մարդիկ
Հասկանում ես, երևի ասում են, եթե մեկը ծառավը թողա խմի ինձ, խմի են ջրից, որ ես կարամ տամ, մոտ գա ու խմի։ Ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասած նկատի ունենալ հոգուն, որը ընդունելու է նրան հավատացողներին, որտեղ Սուրբ Հոգին դեռևս չունեն, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Գիտեք, այդ զորավոր խոսքերը, որ Քրիստոսն ասում է, եթե ով ինձ հավատա, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն, կենդանի ջրերը պետք է բխեն։ Գիտեք, դա շատ այնց ուժեղ խոսքեր է, չէ՞, զորավոր խոսքեր է։ Ամեն անգամ երբ որ այստեղը կարդում եմ, կենդանի ջրեր պետք է բխեն, ոնց ասում ես, մարմինս փշակաղվում է, ասես կենդանի ջրեր կարող մեր մեջից բխեն, հասկանում ես, հոգին կարա գործայի, հոգին կարա բխի, հոգին կարա մի հատ այնպես զորավոր բաներ անի, կարա անի։ Տերը խոստացել է, ինքը տենց ասում է, ինքը տենց արտահայտվում է։ Գիտես, հետաքրքիր որն է Քրիստոսի մոտեցումը։ Դու պատկերացրիր մեկ-մեկ մտածում, ասում, դու կանգնես ու ասես աղաղակես։ Ընդունեք Քրիստոսին, որ դուք փրկվեք։ Գնում ես մի հատ հարսանիք, լիքը ժողովուրդ են, հայկական մի հատ հարսանիք է, օրինակ եմ ասում, մոտ մի 300 հոգի մարդ է։ Ու տուն խմում քեֆ են անում, ու քեզ տալիս են միկրոֆոն, ասում են, «Էլի մի հատ շնորհավորում կարա»։ Էլ մեզ շնորհավորում ասում ու սկսում ես աղաղակել։ Ասում ես, «Այսօր է վերջին օրը, ընդունեք Հիսուսին, խմեք այն ջրից, որ Քրիստոսը ձեզ տալիս է»։ Համարձակություն է, չէ՞ պետք որ անես։ Գիտեք, Քրիստոսի հետ աղաղակելու համար կարան իրան այվն դեքարկոցային, կարան իրա վրա հասնեին, որտեղ ամբողջի մեջ կային փարիսիցիներ, դպիներ, մարդիկ ովքեր որ հասկանում ես, անտարբեր էին Քրիստոսին եւ կային ոմանք բազմությունը, ովքեր սպասում են այն կենդանի ջրին, բայց չեն հասկանում այդ կենդանի ջրի մասին։ Հասկանում եք։ Ես հավատում եմ, որ Հիսուսը մեզ տվել է այդ համարձակությունը, գիտես, դու ունես այդ համարձակությունը, դու ուժեղ ես, բայց գիտես, երբ որ պետք է դու դա չես օգտագործում, այն աստվածային համարձակությունը, ինչի՞ չես օգտագործում, որովհետև գիտես, կա մի բան, որ խանգարում է, կա մի բան, որ փակում է քեզ, կա մի բան, որ դու սկսում ես մտածել, վախը, ամոթը, հասկանում ես, բա ինչ կասեն, բա ոնց կնայեն, բա ոնց Բա չէ ամոթը, կայնի լռեմ, հետո ժամանակը չի, հասկանում ես։ Գիտես, բայց Քրիստոսը տես կմոտիկանար քեզ։ Գիտես, կասեր, ես չեմ ճանաչում, հələ որ ժամանակը չի, չէ ինքը տվել է այդ փրկությունը քեզ, ինքը տվել է, ինքը հասցրել է այդ խոսքը քեզ, եւ Քրիստոսը ամոթ չի անում քեզանից, հասկանում ես, որ մենք հիշում եք, ասես մի հատ խոսք ունենք, մենք միշտ ասում ենք, ինքը քեզ սիրում է այնպես, ինչպես որ դու կաս։ Ամեն, ինքը սիրում է քեզ այնպես, ինչպես որ դու կաս։ Բայց կան բաներ, որ դու պետք է փոխես, հասկանում ես։ Այն չի որ ամեն բան սիրում է քո մեջ Քրիստոսը։ Այն հատկությունները քո, այն բնավորության մոտեցումները, այն ամեն լիքը բաները, հասկանում ես, որ դու երբեմն դու չես էլ ուզում պայքարես դրա դեմը։ Ու չես էլ ուզում, ասում ես ես սիրված եմ, բայց կարաս նախանձես։ Ասես ես օրհնված եմ, բայց կարաս ատես։ Բամբասես, то есть լիքը բաներ որ պարունակում են մարդու սրտի մեջ, որ Քրիստոսը դրա մասին ասում էր, այն ինչի որ դու ուտես քեզ պղծում, այն ինչ որ քո սրտից է դուրս գալի, դա է քեզ պղծում։ Գիտեք որ քո սիրտը մաքրվում է եւ լցում է Տիրոջ հոգին եւ այդ ջրերը սկսում են բխել։ Սրբության, հասկանում ես, անարատության, մոտեցումներ են։ Հետո ինչքան լավ է, մի ասենց հարց եմ տալի։ Երբ որ դու ապաշխարում ես, երբ որ դու ապաշխարության աղոթք ես բերում ի սրտանց, դու հասկանում ես այն մեղքը, այննի մեղքը, որ դու գործել ես, հասկանում ես, որ դու իրապես սխալ ես, մեղք ես գործել, վիրավորել ես, ատել ես, չեմ կարող ասեմ, վիճաբանել ես, հալածում ես, չես սիրում, թերահավատության մեջ ես եւ գալիս ես անկեղծորեն ապաշխարում ես։ Երբ որ դու ապաշխարում ես, մեկ էլ մեզ քո արցունքները սկսում են կաթալ ու չես կարող քեզ սպայս որտեղ դու զգում ես իր ներկայությունը, այն հոգին կբրում է քո սրտին ու գիտես ասում ես, «Էս ինչ է կատարվում, ես չեմ կարող մի դիտիրապետեմ, որովհետև մի բան այնպես չի, որովհետև դու անկեղծ ես եկել իր մոտ ու ինքը տենում է, որ դու անկեղծ ես, ի սրտանց ես ուզում ներվես»։ Հետո այդ աղոթքից հետո դու չես զգում մի հատ մեծ թեթևություն քո մեջ։ Մի հատ հանգստություն, մի ասես փոքր երեխու նման, մի ասես հանգիստ քայլում ես, գիտես, աշխարհը քեզ չի հետը, ոչինչ բան քեզ չի հետաքրքրվում։ Իմ հետ եղել է այդպես, միշտ այդպես ալում եմ, որ աղոթքով մոտիկանում եմ, ոչինչ բան, ես ու Քրիստոսն եմ։
Ասես մեկ քայլում ես ու մտածում ես, թե դու Պետրոսի նման ջրերի վրայից ես քայլում։ Ասես գնում ես ու ասես պատում ես ամպերով չես, դու գետինն ես, հասկանում ես, բայց այն Քրիստոսը քո մեջ է։ Ինքը ներեց քեզ, հասկանում ես։ Հենց նոր տեղի ունեցավ այն, որ կարար տեղի չունենալ։ Տեղի ունեցավ այն, որ դու որ հասկացար, պետք է տեղի ունենար։ Հասկանում ես։ Դու սկսեիր երկրպագել, դու բերիր այն պրոբլեմը, այն կարիքը, այն ցավը, հասկանում ես, այն պրոբլեմը, որ քեզ տարիներ, ժամանակ, ինչ անում ջախջախում է, բայց դու ջախջախեցիր բերելով իր դեմը, որտեղ դու հոգնել ես տենց ապրել։ Դասում ես չեմ ուզում տենց ապրեմ, Հիսուս, ես ուզում եմ քո համար ապրեմ։ Ես ուզում եմ ազատվեմ դրանից։ Եվ Հիսուսը արի, հիմա դու կտենաս իմ ներկայությունը։ Դու անկեղծ ես մոտիկանում։ Գիտեք, անկեղծ ի սրտանց ապաշխարություն։ Գիտեք, հիմա կկարդամ Հովհաննեսի 3-րդ գլխից, 4-րդ գլխից, ընդ հետաքրքիր տեղեր են։ 3-րդ գլխում կա մի անձնավորություն, գիտեք, դա Նիկոդեմիոսն է։ Ես ինչեմ այդ իր օրինակը բերում, մենք խոսացել ենք դրա մասին։ Ես երևի լրիվ չկարդամ այս տեղը, բայց գիտես, ուզում եմ այն տեղը հիշենք, որ Նիկոդեմիոսը գիշերով եկավ Քրիստոսի մոտ։ Լսել էր Քրիստոսի մասին, գիտեր Քրիստոսի մասին, գիտեր ով է, տեսնում էին իր հրաշքները Քրիստոսի։ Բայց մի բան ձգեց իրանը գալ Քրիստոսի մոտ։ Նիկոդեմիոսը այն վաղտի Իսրայելում, Հրեաստանում 70 քահանանապետներ կային, Սինոդրոմի անդամներից մեկն էր, մեծ արուս, գիտեր խոսքը հրաշալի ձևի, ամեն խոսքը, հասկանում ես, գիտեր պիտի կնիժան, գիտեր տանախը, գիտեր հասկանում ես Տալմուդը գիտեք ինչա կոչում, Տալմուդը դա հրյաների, այսինքն ռավիները գրում են, այսինքն պիտի կնիժա, հին ուխտի, այսինքն կոմենտարյաները, ամեն ինչ գիտեր ինքը, և եկավ Քրիստոսին տենալու, գիտես, երբ որ գալիս է հետաքրքրություն, քեզ ձգում է գամ Քրիստոսին, գամ տենամ Քրիստոսին, բայց գիշերով մութ էր, հասկանում ես, որ ոչ մեկ չտենա, գիշերով, ամբոնտ եմ անում, հանգարց չտենան, ես ունեմ, հասկանում ես, մեծ, ունենց անուն, մեծ, ոնց որ ասա դոժն ես, ես չեմ ուզում մարդիկ ինձի տենան, դե շատ եմ լսել այդ օրինակը մարդկանց մոտ, երբ որ իրանք ամոթ են անում, ամոթ եմ անում հավատացյալներից, ամոթ եմ անում այն մարդկանցից, ամոթ են դե գալ նստելը, լսելը Քրիստոսին, բա ինչ կասեն, դե ինչ էլ ուզում են թող ասեն, գիտես դու փրկված ես, դու ունես հավիտենական կյանք և այդ հավիտենական կյանքը փոխանցի իրանը, հասկանում ես, նոր դու քո դիմացին ասիր, ես քեզ շատ ու շատ եմ սիրում, այդ սերը, որ դու կարաս փոխանցես, այդ ամոթը, որ դու կարաս հանես քո մեջից, ու Հիսուսը քեզ կօգնի, հասկանում ես, ես ասում եմ փարիսիների առաջ մարդ կար Նիկոդեմիոս անով, որ հրեաների իշխանները նա գիշերը Հիսուսի մոտ եկավ եւ ասեց նրան. «Ռաբի, գիտենք որ Աստծուց ես եկել ես վարդապետ, որովհետեւ ոչ ոքի չէ, ոչ ոք չի կարող գործել այս հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հրաշքներ, եթե դու չանես, մենք տենում ենք, թե ինչ ես անում, այդ մարդը, որ դու անում ես, ինքը չի կարա անի, եթե նրա հետ չլինի Աստված։ Աստված Քրիստոսի հետն էր, ինչի որտև ինքը Աստծո որդին էր։ Ինքը հոր հետ մեկ էր, եթե մենք Հովհաննեսի ավետարանը կարդում ենք, Քրիստոսը հաճախ ասում, ով տեսավ, ինձ տեսավ հորը։ Ով լսեց այն ինչ որ ես անում եմ իր կամքով, իր պատվիրանով, իր խոսքով։ Եվ հասկանում ես, կարամ ասեմ, ես մոտիկացնեմ արագ հենց այդ խոսքին, գիտես, Հիսուս ես մի անգամից սկսավ, Հիսուսը սկսավ, իրան ասեց, Հիսուսը նրան ասեց ճշմարիտ, ասում, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայություն չի կարող ունենալ։ Գիտես, հետաքրքիր է, որ Քրիստոսը միշտ տենում էր մարդու մեջի պրոբլեմը։ Հասկանում ես, Քրիստոսը գիտեր, թե ում ինչ էր ասում։ Նիկոդեմիոսին պետք էր այդ, հասկանում, Նիկոդեմիոսը չսկսած, լսել են քո գործերը, տեսել են քեզ, որ ասա, Հիսուս դու սկսավ ասել, դու պետք է վերստին ծնվես, դու պետք է հանդիպես կենդանի Աստծուն, դու չես հանդիպել, դու գիտես ամեն բան, գիտես էսա, գիտես սենա, գիտեք հետաքրքիր է, որ մարդիկ այսօր անգիր գիտեն ավետարանը, գիտեն մեջբերումները ավետարաններից, բայց հերոյ են Աստծուց, կարա՞ տես բանը լինի։
Ինչի կարա տես բանել է, հասկանում ես։ Ինչի չէ որ եթե դու գիտես խոսքը, դու պետք է ապրես խոսքով, դու պետք է այսպես բռնվես, հասկանում ես, ուտես այդ խոսքը։ Նիկոդեմոսը հասկանում ես, եկել էր հետաքրքրությունից, հետաքրքիր էր, տենանք, ով է, ինչ է, բայց ինքը Աստծո մարդ է։ Քրիստոս իրան ասում է, գիտես, ասում է դու պետք է վերստին ծնվես։ Նիկոդեմոսը ասաց, ինչպես կարող եմ ծնվել, մարդը որ ծեր է, ոնց կարող եմ անգամ որովայն մտնել ու ծնվել։ Հիսուսը պատասխան, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի է։ Մի զարմացիր, որ քեզ ասացի, դու պետք է վերստին ծնվես։ Ինչ աստեղ ասում, դու պետք է հոգուց ու ջրից ծնվես, ջուր, հոգի, հասկանում ես, հոգիդ քո պետք է վերափոխվի, նորը պետք է լինի, ջուրը դա Աստծո հոգին է, որ պետք է մտնի քո մեջը պետք է վերափոխվի, քո մեջը պետք է դառնա նոր մարդ։ Հայրեն ասաց Նիկոդեմոսը շշկրվավ, ես ծեր մարդ եմ, ախր ոնց կարամ թազամ մորս որովայնից ծնվեմ։ Քրիստոս դու կարաս ծնվես, դու պետք է վերստին ծնվես, ճանաչես ինձ։ Սիրելի զոր, դու ունես հնարավորություն ճանաչելու Քրիստոսին։ Դու ունես հնարավորություն ապրելու իր հետ։ Դու կարաս հասկանում ես նոր ձևի բացես քո սիրտը։ Գիտեք, ես միշտ ասում եմ, երբեք ուշ չի սկսես։ Երբեք ուշ չի, հասկանում ես, բացես քո սիրտը Քրիստոսի առաջ։ Երբեք ուշ չի, հասկանում ես, հրավիրես իրանը քո կյանքի մեջ կրկին անգամ։ Ստեղ հիմա դու կարաս մտածես, ինչ Քրիստոսը չկա իմ կյանքի մեջ։ Չէ որ ես ապրում եմ, չէ որ ես անում եմ։ Գիտես, ես չեմ կարող ասեմ կա թե չկա, դու ինքդ գիտես, կա թե չկա։ Ինչի դու ինքդ գիտես, որովհետև քո կյանքը դրա մասին է խոսում։ Քո կյանքը խոսում է դրա մասին, հասկանում ես։ Դու ճանաչում ես Քրիստոսին։ Դու կարող ես Նիկոդեմոսին նման լավ գիտես ամեն բան, խոսքը գիտես, հիասքանչելի ամեն ձևի։ Բայց մտածես, ո՞րն է վերստին ծնունդը։ Չէ՞ որ ես շուտվանից եմ ունեցել այդ վերստին ծնունդը։ Ես չեմ ասում դու չունես։ Բայց էլ մի հատ քննի, զնի քո կյանքը։ Գիտեք, երբեմն մենք ալարում ենք քննել, զնել մեր կյանքը։ Մենք ալարում ենք, հասկանում ես, նայել մեր կյանքի ամենօրվա օրերը, հասկանում ես։ Մենք չենք ուզում, հասկանում ես, մոտիկանալ դրանը, որը ինչի մասին խոսում է Քրիստոսը։ Ինչին ինքը ասեց Նիկոդեմոսին։ Նիկոդեմոսը ուներ այդ կարիքը, Նիկոդեմոսը կարար վերստին ծնվել։ Ես չեմ կարող ասեմ, հետո Նիկոդեմոսը ծնվավ վերստին, չծնվավ։ Ավետարանը դրա մասին չէր ասում, բայց մենք տենում ենք իր ակտիվությունը Նիկոդեմոսի։ Բայց մի բանը, որ ինքը գիշերով եկավ, դա արդեն հերիք է, որ ամոթ ուներ, հասկանում ես, ինքը եկավ այն Քրիստոսի մոտ, որը որ անծանոթ էր, որը որ լսել էր։ Գիտես, դու ես եկել անծանոթ Քրիստոսի մոտ։ Եվ դու պետք է ճանաչես այն Քրիստոսին։ Պետք է ճանաչես Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին։ Որտեւ իր հետ, եթե դու ուզում ես քո հավիտենությունը անցկացնես, դու ուզում ես անցկացնես հավիտենությունը, թե որոշել ես այս աշխարհում հավիտենական ապրես։ Հարց, կապրես դու հավիտենական այդ աշխարհում։ Չէ, չես ապրի, հասկանում ես։ Դու կարաս ռուսերեն ասած самовнушение անես, որ լավ է կյանքը, երկար է կյանքը, ընթանում է կյանքը, բայց գալիս է մի պարագա, որ մարդու կյանքը բրզնում է այս աշխարհում։ Կա հավիտենություն, հավիտենական կյանք, որ ինքը խոստացել է։ Գիտես, ես չեմ պատկերացնում ոնց է ընդեղ, բայց ես գիտեմ շատ լավ ընդեղ։ Հասկանում ես, որտեվ դու պետք է ապրես իր համար։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Եվ այն Քրիստոսին, որ երբեմն քո համար անծանոթ էր, դու իր հետ պետք է ծանոթանաս։ Դու իրանը պետք է ընդունես քո կյանքում։ Եվ սարքես, թողես, որ ինքը դառնա թագավոր Աստված քո կյանքում։ Որտեվ ինքը ինչա արժանի է ամենամեծ բաների, չէ՞։ Ամեն։ Եդեք եւ ստեղ հետաքրքիր որն է, ես ուզում եմ այդ շուտ մի քիչ անցնենք ժամանակը, որ այսինքն երկին նայեք ասեմ, ստե Նիկոդեմոսը, բայց ամենակարևոր մոտեցումը ես ուզում եմ մենք հասկանանք 4-րդ գլխից։ Այն կնոջ հետ, որ Հիսուսը հանդիպում է։ Երկու տարբեր անձնավորություններ։ Նիկոդեմոսը որ գիտեր, Աստծո խոսքը գիտեր, ինքը գիշերով եկավ, բայց կին, մի կին, որ հերո էր Աստծուց։ Մի կին, որ չէր ճանաչում Քրիստոսին։ Բայց
հանդիպումը Քրիստոսի հետ փոխեց շատ բան այդ կնոջ կյանքում։ Համաձայն չեք։ Հանդիպումը Քրիստոսի հետ փոխեց շատ բան այդ կնոջ կյանքում։ Եդեք ես շատ հետաքրքիր նայում եմ, երբ որ իրապես հասկանում ես Քրիստոսը գալիս է քո կյանքը, դու պետք է բացես քո դռները լիովին ձևի իր առջև, հասկանում ես։ Ես հավատում եմ, երբ որ ինքը մտնում է քո կյանքում, գիտես, կարող է երբեմն այդտեղ եսի մի հրաշքներ տեղի չի ունում, գլոբալ ինչի մասին որ դու ուզում ես տենաս, հասկանաս։ Այսօր շատեր ուզում են հրաշքներ տենալ, շատեր ուզում են, ես հասկանում եմ, որ մարդը ապրելով ուզում է, հասկանում ես, որևէ մի բան լինի իր կյանքում։ Ես բայց ես չեմ կարող ասեմ, թե Տերը ինչ ծրագիր ունի քո հետ, իր գործը որն է այսօր քո կյանքում, հասկանում ես։ Ես չեմ կարող ասեմ, թե Տերը ինչ ուզում որ դու փոխես քո կյանքում, բայց ես կարող եմ ասեմ հաստատ որ դու ունես փոխելու բան քո կյանքում, հասկանում ես։ Կամ մի բան, որ այսօր կարող է քեզ պահում է, քաշում է, հետ է տանում, հասկանում ես, գիտես, ես կարող եմ քեզ մի բան ասեմ, քո հոգևոր կյանքը այսօր պայքար է։ Քո հոգևոր կյանքը այսօր ուղղակի պայքար է։ Դու այդ պատերազմի մեջ ես, հասկանում ես։ Գիտես, երբ որ նայում ես սաղ լավ է, զարմանում ես երբեմն։ Երբ որ ասում եմ սաղ հանգիստ, ասում եմ, չոտը, ասում եմ քամի է այս անելու, перед бурем, չոտը մի հատ լուրջ բան անելու, պետք է սկսես պայքարել։ Գիտես, քո պայքարը որն է։ Ես քեզ կարող եմ ասեմ։ Քո պայքարը աղոթքի կյանքն է, քո պայքարը կարդալ խոսքն է, քո պայքարը մտածել իր մասին է, քո պայքարը միշտ ըլնել իր հետ, որ դու հեշտ իմանաս անցնել, որ դու հեշտ իմանաս դիմադրել անիրավի բոլոր հարձակումներից, հասկանում ես։ Գիտես, ես շատ անգամ զարմանում եմ, որ հոգևորը, այսինքն ճանաչելով Քրիստոսին, կարա մեղքին տեղ տա։ Եվ երբ որ ինքը մեղքին տեղ է տալի, ինքը մեղքը չի ուզում ճանաչի, որ դա մեղք է, իր կյանքում է, հասկանում եք։ Թաքնվել է, մտել է, հասկանում եք։ Եվ այդ հոգևորը ոչ մի բան չի ուզում անել, հասկանում ես, բայց ինչ անեմ, չի ասում, ինչ անեմ, ոնց անեմ, աղոթի, խնդրի, հասկանում ես, հասկացի, ճանաչի, որ դու այսօր պետք է փոխես քո կյանքի բոլոր ոլորտներում։ Ասում եմ, եւ Հիսուս իմացավ, որ փարիսիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում, 4 գլխի առաջ խոսքից։ Մկրտում քան Հովանես, եւ Հիսուս ինքը չէր մկրտում, այլ աշակերտները։ Թող այդ Սուդայի երկիր ու կրկին Գալիլեա ելավ։ Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ Արդնա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սուքարա էր կոչում, մոտիկ այն Ագարակին, որը Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այստեղ գտնում էր Հակոբի աղբյուրը, որ գրված է ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ։ 6-րդ ժամն էր։ Այստեղ էս միշտ այնց հետաքրքիր է, չէ՞։ Հոգնած նստեց, Քրիստոսը հոգնում էր, մենք երևի ես պատկերացում ունենք, որ Քրիստոսը ուրիշին բուժում էր, ուրիշի համար անում էր, 5000 հոգու հաստվեց, այս արեց, լիքը, բայց ակասը ինքն էլ էր հոգնում, ինքն էլ էր ծառավում, ինքն էլ էր, այսինքն կարիք ուներ, մարմինի մեջ էր, հասկանում ես, 6-րդ ժամը, եթե լավ հասկանանք, ցերեկ էր, 12 շոկ վախտերն էր, հասկանում ես, ասում եմ, Սամարացի մի կին եկավ ջուրը հանելու, Հիսուս նրան ասաց, ինչ ջուր դուր խմեմ, քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ Այդ հետաքրքիր, ինչ էին գնացել քաղաք ուտելիք, ոչ թե Սամարիա են գնացել, ասում եմ գնացել էին հրյաների մոտից առնելու, որովհետև հրյաների մոտ Եվախքամի ասած պարագա, արգելվում էր Սամարիացիների ձեռքից անգամ ոչ թե հաց վերցել, ջուր վերցել, հասկանում եք։ Իրանք պետք է գնային այնտեղ, որտեղ որ հրյաներ էր, արգելվում էր, հասկանում իրանք հերույ էին, ինչի, որովհետև հետո մենք կարդալուց կհասկանանք, հրյանը կին ասում է մենք պաշտում ենք մեր Աստծուն, պաշտում ենք Տիրոջը ուրիշ ձև, Հիսուսը ասում է դուք չեք պաշտում այն ձևի, ոնց որ պետք է, то есть ինչի, մենք պաշտում ենք տաճարում Երուսաղեմում հրյաները, իսկ սամարացիները, հասկանում ես, կար մի տեղ հին ուխտում, եթե հիշում եք, Աբրահամը զոհասեղան էր սարքել, իրանք հավատում են այդ զոհասեղանին, մենք հենց կառаж կանցնենք։ Եվ աշակերտները գնացին, բայց Քրիստոսը ծառավ էր, ջուր էր ուզում խմեր, հասկանում եք։ Եվ ասում է, դու ասում է ինձանից Սամարացի, ասում է, եւ ասում է Սամարացի կինը նրան ասաց, դու որ հրյա ես, ինչպես ես ինձանից Սամարացի կնոջից խմելու ջուր ուզում, որովհետև հրյաները Սամարացիների հետ չէին շփվում, то есть իրանք հերույ էին, իրանք այսինքն չունի թշնամություն ունեին, հասկանում ես իրանց հետ, բայց ասում դու ոնց ես ինձանից ջուր ուզում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Եթե իմանայր Աստծո պարգևը, եւ թե ով է նա, որ քեզանից ասում է ինձ խմելու ջուր տուր, ապա դու նրանից կխնդրեիր, նա քեզ
կենթանի ջուր կտար։ Կինը նրան ասաց. Տեր, դու նույնիսկ դուլ չունես, իսկ ջրհորը խորն է, արդ կենթանի ջուր որտեղից ունես։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայրը Հակոբ, որը ջրհորը մեզ տվեց, ինքը իր որդիների ու հոտերի խմել ու սալ։ Հիսուս պատասխանեց նրան ասեց. ով այդ ջրից խմի, կրկին կծառի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու, նրան հավիտյանս չպիտի ծառավի։ Հետաքրքիր է, չէ՞, Քրիստոսը ասում է, այն ջրից, որ իմ խմես, դու չես ծառավի։ Կինը զարմանում է, գիտեք հետաքրքիր է, որն է այդ մոտեցումը կնոջ, որ ինքը չջոկեց միջև վերջ, ինչի մասին էր Քրիստոսը խոսում։ Հասկանում եք ինչ եմ ասում, չեմ ասում չջոկեց, չհասկացավ, ինքը հասկանում էր իսկական ջրի մասին, որ Քրիստոսը կարա իսկական ջուր տա, հիմա ինքը դրա մասին կարտահայտվի, կասի, բայց Քրիստոսը խոսում էր ուրիշ ջրի մասին։ Գիտեք, երբեմն Տերը խոսում է քո հետ մեկ բանի մասին, որը որ դու դաժե չես էլ ուզում հասկանաս։ Դու մտածում ես ուրիշ բանի մասին։ Դա շատ անգամ եղավ, որ մտածում ես ուրիշ բանի մասին, ուզում ես, անի, բայց Տերը քեզի ասում է, այդ բանն է պետք։ Այս բանն եմ ուզում քո կյանքում, ուզում եմ, որ դու այդ բանը փոխես քո կյանքում։ Հասկանում ես։ Իմանաս այն իսկական ջրից օգտվել, այն հոգուց օգտվել, այն սուրբ հոգուց, որ քեզ տվել եմ։ Հասկանում ես։ Ու փոխես քո կյանքը։ Գիտեք, այսօր մեր պայքարը ինչի դեմն է։ Մենք պայքարում ենք մեղքի դեմ, դուք պայքարում եք։ Իշմեք չէ Պողոս ասեց Եբրայեցիներս 11-12 գլխում ասում է ով է այսօր պատերազմում մեղքի դեմ միջև այրուն։ Ասում է, չէ, ասում է Պողոս ասում է պատերազմում այրուն։ Որովհետև ասում է մեղքի դեմ պետք է պայքարով հաղթես, ասում է, որովհետև մենք ասում ենք մեր պայքարը մեղքի դեմ է։ Ինչա, որովհետև անիրավը իմանում է սատանան մեղքի միջոցով մտնել մարդու կյանքը։ Հասկանում ես։ Իմանում է մեղքի միջոցով, հասկանում ես, քանդել մարդու հոգևոր կյանքը, հասկանում ես, եթե դու ունես հարաբերություն Հիսուսի հետ, եթե դու ունես աղոթքի կյանք, դա լավ է, հալելույա, ամեն, հասկանում ես, բայց կան բաներ, որ դու պետք է փոխես։ Գիտես, երբեմն Քրիստոսը մեր հետ խոսում է այն լեզվով, որ պետք է խոսի։ Հասկանում ես։ Երբեմն մենք պետք է հասկանանք։ Գիտես, այդ կնոջ հետ խոսում էր մեկ լեզվով, այդ կինը չհասկացավ։ Հիսուսը պատասխան նրան ասեց. ով այդ ջրից խմի, կրկին կծառավի, իսկ այն ջուր, որ ես եմ տալու, նա մեջ ջրի աղբյուրներ կբղեն։ Կինն նրան ասաց. Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծառավեմ ու չգամ այստեղ ջուր հանելու։ Հետաքրքիր է, չէ՞։ Ասում տուր ինձ այդ ջրից, որ ես չծառավեմ, էլ չգամ, հերիքա, հոգնել եմ, այդ արևին ամեն անգամ ժամը 12-ին, 1-ին գալիս եմ, ջուր եմ կրում տանեմ։ Հավատաս, որ Քրիստոսը կարա ջուր տա, բայց ինչ ջուր տա, հասկանում ես։ Եվ Հիսուսը սկսավ խոսալ այն լեզվով, որ պետք է խոսար։ Հիսուսը սկսավ մարդու իրականությունը ցույց տալ։ Ես երբեմն Քրիստոսը քեզի դիմում է, դու չես ուզում հասկանաս, բայց գալիս է պարագա, որ ինքը սկսում է իսկական լեզվով խոսալ քո հետ, ցույց տալ։ Գիտես, ես չեմ կարող ասեմ, ոնց է հանդիմանանքա, էսա, մեկ էլ մյուսը, որ դու պետք է փոխես քո կյանքը, էս անես, մեկ էլ անես, մյուս անես, ես չեմ կարող ասեմ, բայց դու պետք է լավ իմանաս, հասկանում ես, ինչ պետք է փոխես քո կյանքում։ Գիտես, պարոյ հպարտությունը մարդու այնքան է զաշկալի վտանում վերև, որ մարդը չի ուզում տենա ու հասկանա իր մեղքերը, իր սխալները։ Մարդը այնքան հեռու է իրանը պահում, հասկանում ես։ Գիտես, ես միշտ տարական բաներից եմ ասում, ինչի չես կարող սիրես ու ներես։ Նու սիրի ու ների։ Ինչպես դու հիշում հինը քո, հասկանում ես, ինչպես հիշում որ մեկը քեզի եսին վախտին, եսի ինչ վնաս է տվել կամ ես վատ բան ասել, վատ խոսք ասել։ Հիշեցնում ենք ու այդում ենք այնտեղ նորից գալիս ենք նորից ես սիրում եմ Հիսուսին։ Դարիսս մի հատ մտածենք, եթե դու սիրում ես Հիսուսին, լավ ես անում, մալադեց, սիրի։ Դու պատկերացրու թե ինքը ամեն անգամ հիշի քո մեղքերը։ Հիշի դու ինչ ես եղել, ոնց ես եղել, ինչ ես անում, դե դու ատել ես, վատ բաներ ես խոսում, վատ բաներ ես արտահայտում, ես անում, մենը երբ մտում ես, հասկանում ես։ Բայց ինքը դիմանում է, չէ՞ քեզ, համբերում է, չէ՞ քեզ։ Որտեղ դու կարաս ասես, գիտես, դե ինքը ինձ սիրում է այնպես ոնց որ ես կամ։ Հա դու կաս, բայց արդյոք դու այդպես ես իրանը պետք։ Արդյոք լիակատար է իր կամքը կատարվում քո կյանքում։ Արդյոք դու լիավон բավարարված ես ինքը տենում է այդ ամենը։ Ինքը ներկա է, գիտես, ցավալինն է, որ մենք շատ անգամ չենք դնում իր ներկայությունը մեր կյանքում։ Դե աղոթում ես, անցնում ես, գնում ես, մտածում ես, սաղ լավ է, բայց գիտես ինքը կենթանի է։
Այդ ներկայությունը իր կենթանի է, այդ ապացույցը որ դու այսօր իր հետ ես, ստեղ ես, այսօր դու Կիրակի է, թողել ես քո տունը, տեղը, գործը, եկել ես ստեղ։ Ես չեմ կարող ասեմ, թե դու ինչի հետևից ես եկել, եկել ես շփման, եկել ես խոսք ստանաս, եկել ես հայտնություն, եկել ես ուղղակի, եկել ես որտեվ եկել ես։ Եկել եմ որտեվ եկել եմ, մի բան տանում է, ինձ մի վաղ ցենց էր, գիտեք, ես գնում եմ որտեվ մի բան տանում էր, ես գնում էի պաշտամունքի, մի բան տանում էր ինձ։ Ոտերս տանում էր ինձի։ Ասեմ, բայց ես ինչ եմ էթում, մեկ նայում եմ, որտեվ հերու է հելը խոսքից։ Բայց մեկը տանում էր ինձի, այդ մեկը ինքն է, հոգին է, հասկանում ես, որ խղճում է, որ մտածում է քո մասին։ Ինչի որտեվ հենց հստեղ շփելով մեկս մեկի հետ, ունենալով հարաբերություն, միաբան, մեծարելով, փառավելով Տիրոջը, դու տենում ես իր ներկայությունը։ Ամեն։ Որտեվ դու իզուր չասիր նոր, ես հավատում եմ դու ի սրտանց ասիր, որ դու սիրում ես, ասա Տերը քեզ սիրում է շատ։ Դու ի սրտանց ասիր քո դիմացինին։ Այնց այդ սերն է, այդ չափանիշն է, որ դու սիրում ես քո դիմացինին։ Դու ասում ես անկեղծ, ես հավատում եմ, որ ասում ես անկեղծ։ Որտեվ այն ինչ որ դավանում ես, դավանի սրտով, ասա սրտով եւ շրթունքներով դավանիր, հասկանում ես։ Եվ Հիսուսն ասեց իրան, Հիսուսն ասեց. «Գնա ամուսնուդ կանչիր»։ Գիտեք, հետաքրքիր որ Տերը գիտի հենց այդ կարիքը։ Դե չես հասկանում, սենց հիմա ես քեզ կասեմ ոնց որ պետք է։ Գնա քո ամուսնուն կանչիր։ Ինչա Քրիստոսը չէր իմանում իր կյանքը։ Գիտեր Քրիստոսը։ Բայց Քրիստոս ուզում էր որ ինքը հասկանա, այս կինը հասկանա, թե Քրիստոսն ինչ ջրի մասին էր խոսում։ Հասկանում եք։ Ուզում էր որ ինքը հասկանա իրականությունը, թե ով է իր դեմ կանգնած։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ով է քո դեմը կանգնած, ով է այսօր քո մեջը։ Դու հասկացի, ով է այսօր քո մեջը։ Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին։ Եվ ասեց, իրես ասեց, գնա կանչիր ամուսնուդ այստեղ արեք։ Կինը պատասխանեց, ես ամուսին չունեմ։ Հիսուսն ասեց, լավ ասացիր, ամուսին չունես, որովհետև դու 5 ամուսին ես ունեցել։ Եվ նա ում հիմա ունես, քո ամուսինը չի։ Դա ճիշտ ասացիր։ Կինը նրան ասաց, Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Всё խոնարհով։ Տեսնում եմ, որ դու ինչի մասին ես խոսում։ Դու պատկերացա 5, լավ մի հատ չէ, 2 հատ չէ, ամեն ինչ գիտի, հասկանում ես։ Հիշում եք չէ Նաթանայելին առաջի գլխում Հիսուսը ես տենում է դու այնտեղ կանգնած էր թզենու տակ, ինքը տեսավ իր կյանքը։ Քրիստոսը բարձրացեց իր կյանքի իրականությունը իր դեմ։ Հետաքրքիր գիտեք որն է, որ այդ կին ընդունեց, այն ինչ որ Քրիստոսը ասեց իրան։ Սիրես, դու այսօր ընդունում ես այն ամեն ինչ որ Տերը քեզ հետ խոսում ասում է։ Դες ոնց այնքը խոսում ասում։ Ավետարանի մեջ, քարոզի մեջ, խոսքի մեջ, Սուրբ Հոգին քեզի թակում է, ասում է, հասկանում ես։ Ինքը քո հետ խոսում է։ Հասկանում եք, չի խոսում։ Խոսում է։ Հարցը գիտեք, այնտեղ երկրորդն է գալի, ոնց դու ընդունում ես։ Ոնց է քո սիրտը շահագրգռված, ոնց է քո սիրտը, այսինքն դեմ անդեմ կանգնած, փակա, պատնեշա, բացվում է, դու ուզում ես լսես իր ձայնը, դու ուզում ես ընդունես այն ինչ որ ինքը ասում է, թե դու չես ուզում։ Գիտեք, շատերը ասում են, ես այսօր պատրաստ չեմ անել այն, ինչ որ Քրիստոսն ասում է։ Ես այսօր պատրաստ եմ ավետարանով լիովին ապրեմ։ Ես այսօր պատրաստ եմ մեզ անեմ։ Ես այսօր պատրաստ եմ սենց եմ։ Ես այսօր պատրաստ եմ ներել, սիրել։ Ես այսօր պատրաստ չեմ, հասկանում ես, չնախանձել, չատել։ Բայց դե լավ, հարց եմ տալիս սենց։ Բայց միջև երբ եք ուզում պատրաստ լինել։ Երբ ես դու հասկանում որ մի օր կգա ու դու պատրաստ կլես։ Ես միշտ միացած կառոնի բան եմ ասում, էլի։ Բա որ չեկավ, բա որ ուշ եղավ, բա որ չհասցրիր, հասկանում ես, պատրաստել քեզ հավիտենությանը։ Ինչ ես անելու այդ վաղտ։ Ոնց ես անելու։ Այն Աղքատ Ղազարոսի պատմություն, այն հարուստ, որ ասեց, չէ, ժամանակ, հետ ու ուղարկի, ամեն հարցում, ասեց, չէ, որդյակս, դու ինքդ ընտրեցիր, որ դու այսօր ստեղ ես։ Դու ինքդ ուզեցար, որ դու այսօր ստեղ ես։ Ես զորով չեմ ասել գնա մտի դժոխք։ Ինչ Աստված այսօր ասում է զորով գնա պնդի։ Չէ, այսօր ամեն բան ինքը արեց, ամեն բան ինքը դզեց, բերեց, որպեսզի մենք փրկվենք։ Մենք ունենանք հավիտենական կյանք։ Ես ու դու իրար հետ ունենանք, հասկանում ես, քույր աղբեր, ձեռքը ձեռքին բռնած գնանք Քրիստոսի հետևից։
Չէ, ու Հիսուսի խոսք ասում է, թող ամեն ինչ վերց քո խաչու արի իմ հետևից, գնում ենք խաչի։ Այն երկը չէ, խաչին մոտ, ցակես լույս առավոտ։ Գիտես, թող լույս առավոտ ցակի, թող իրիկուն ցակի, գիշեր ցակի, բայց դու իրանից մի հրվացիր։ Հասկանում ես, ընդունիր այն ինչ որ ինքը քեզի ասում է, հասկացիր այն իրականությունը, որ դու որ պետք է փոխես քո կյանքում։ Գիտես, ես ինչ եմ ասում, փոխես քո կյանքում։ Ես չեմ ասում դու հասկանում ես ամենամեղավոր մարդ ես, դու այնքան պրոբլեմատիկ մարդ ես։ Գիտեք, ես միշտ Պողոսի խոսքերը հիշում եմ, Պողոս ասում էր, ես ամենամեծ մեղավորն եմ այս աշխարհում։ Պողոս իրանը ինքը չէր ասում, ես ամենամեծ մեղավորներից եմ, ես էս այն է, որ անում էի, ես հալածում եմ, ես էս անում, այն է անում, մյուսը, մեկելը ինքը չէր դա հասկանում, չէր ասում, գիտես, ես այնց չեմ։ Բայց գիտես այդ ամենը որ դու բերում ես իր մոտ, հասկանում եք, նա այդ կինը լսեց այն իրականությունը, որ Քրիստոս իր մասին ասեց։ Գիտեք, մենք երբեմն չենք ուզում իրականությունը լսենք։ Երբեմն գիտես ուզում ես որ քեզի լավ բաներ միշտ ասեն։ Ասեն որ դու քեզ հաճելի է քո ականջերին, ես դու ինչքան լավն ես։ Վայ դու այնքան հիանալի սքանչելի ես։ Դու սենց ես, դու նենց ես, դու օրհնված ես, դու սիրված ես, դու հարգված ես, դու ունես ես, այն մարդը սիրում է գովասանք։ Բայց մարդը չի սիրում, երբ որ այդ պրոբլեմը, իրականությունը ըլնում է ջրիերես։ Եվ այդ իրականությունը երբեմն Տերն է բարձրացնում ասում, գիտես դու ճիշտ տեղում չես գտնվում։ Փոխիր քո միջավայրը, որտեղ որ դու գտնվում ես, հասկանում ես։ Որտեվ երբեմն դու պետք է փոխես քո միջավայրը, քո մթնոլորտը, այնտեղ որտեղ որ դու կաս, հասկանում ես։ Եվ դու ասում ես, «Ինչի չունեմ օրհնություն, ինչի օրհնությունից զրկված եմ»։ Գիտես ես ինչ օրհնության մասին եմ խոսում։ Ես չեմ խոսում ֆինանսական հարստության օրհնության մասին։ Ես խոսում եմ քո այն ջրերի մասին, ինչի մասին Քրիստոսն է ասում։ Այդ օրհնության մասին։ Հասկանում ես։ Որ Հիսուսը ասում է, «Եկեք ինձ բոլոր հոգնած բեռնավորվածներ, ձեր մեջից կբխի կենթանի ջրեր»։ Ես այդ օրհնության մասին եմ խոսում։ Ես դու կարաս ամեն բան ունենաս, ամեն բան կորցնես, ամեն բան ձեռք բերես, բայց մի բան դու կարաս ունենաս եւ չկորցնես, կամ էլ կորցնես, չկորցնես քո քայլերից, դա հավիտենությունն է։ Հասկանում ես։ Այն հավիտենական կյանքը, որ քեզ Քրիստոսը տվել է։ Ուղղակի տվել է, գիտես, պրոստո, դիմացը ոչինչ բան, ուղղակի ասել է, գիտես, արի ապաշխարի սիրտը տուր ինձ։ Արի ապաշխարի սիրտը տուր։ Սիվո ապաշխարեմ Всего սիրտը ստամ քեզ, տերում ես հետաքրքիր է, չէ, ոչինչ բան ավել չի ուզում, չի ասում տար տունը տեղը ծախի ես արեն, ուղղակի արի ինձ, ուղղակի ես ուզում եմ որ դու փրկվես, բայց այդ ապաշխարությունից հետո ապրի ճիշտ իմ կամքով, եղի իմ հետ միշտ, Հիսուսը դա է ասում, Հիսուսը ստեղ է դա է, այդ կնոջ ինքը է դա ասում, դու չհասկացան ինչ ջրի մասին եմ ասում, ես քեզ ասում գնա ամուսնուդ կանչի, օպա, որ դու իմացավ, հələ չէ ջոգում, 5 ամուսին, 1 ենչի Վարդապետ ասում է դու մարգարե ես։ Գիտեք այդ կին ինչ է ժամը 12-ին մեկին գալի ինտեղ ջուր վերցելու, որովհետև գիտես պրոբլեմների մեջ էր, ինքը չէր ուզում որ մեկին հանդիպեր։ Ասում է վաղ կանայք որ յութում են ջրերի, մեկը ձեռքով երկելով, մեծարելով գնում են ասում ջուր վերցը, բայց այդ կինը մենակ էր գալի, գողտնուկ էր գալի, գաղտնիք էր գալի։ Նիկոդիմոս եկավ գիշերով, այդ կինը ցերեկով էր ֆրֆռում, հասկանում ես։ Որ մարդ չտենա, որտեղ այնքան մեղքերով էր, հասկանում ես, եւ չէր ուզում, եւ ահա Քրիստոսը հենց այնտեղ, հենց այս ժամին պատահականություն։ Գիտես, ես քեզ կարող ասեմ, քո կյանքում պատահականություն չի լինում։ Ես միշտ դա ասում եմ, եթե մեկի հետ ծանոթանում ենք, շփվում ենք, սկսում եմ ավետարանել, ասում եմ, գիտես, պատահականություն չի, որ մենք այսօր հանդիպանք։ Պատահականություն չի, որ մենք այսօր ծանոթացանք։ Գիտես, քո կյանքը պատահականություն չի։ Ստե գտնվելը Տիրոջը ծառայել, Տիրոջ հետևից գնալ, եթե դու անում ես, հասկանում ես, կյանքումդ բան փոխել, պատահականություն չի, դա Հիսուսն է, Աստծո որդին։ Եվ այդ կնոջ ճակատագիրն էր որոշում այդ ջրհորի մոտ։ Սիրելիս, կարող այսօր քո ճակատագիրն էլ է որոշում հենց այդ ջրհորի մոտ, կենթանի ջրհորի մոտ։ Այն ջրերի մոտ, որ Քրիստոս այսօր քեզ ասում է, եկել է, որպեսզի վաղը չլինի ուշ։ Հասկանում ես ինչ եմ ասում, բայց կարա վաղը ուշ լինի, մենք եկեք մտածենք, կարա վաղը ուշ լինի, կարա վաղը լինի այն վաղ, այն ժամը, հասկանում ես, որ դու չհասնես ոչինչ բան անել։ Գիտես, այս կինը օգտագործեց այդ հնարավորությունը, մենք հեսա կտենանք, այդ կինը օգտագործեց,
Նիկոդեմիոսից առավել ևս, Նիկոդեմիոսը գիտեր ամեն բան, գիտեր Աստծո խոսքը, գաղտնիք եկավ, գաղտնիք էլ գնաց։ Բայց այս կնոջ մոտ փոխվավ շատ բան։ Այդ կինը մոլորված էր, այդ կինը մեղքի մեջ էր, այդ կինը թաղված էր մեղքերի մեջ, այդ կինը գողնուկ էր գալի, լսում եք, մարդիկ որ գաղտնիք են գալի, որ մեկը չտենա, խայտարակ է մնում, ես պրոբլեմներ մարդկային։ Այս կնոջը մեղքի մեջ էր։ Սամարացիները չէին ուզում երբ այդ կնոջը դենային, չէին ուզում այդ կնոջը շփվեն, հերու են իրանցը պահում։ Բայց այդ կինը բռնված էր շնության ոգով կարամ ասեմ, չէ՞։ 5 մարդ, 6-րդ լիքը պրոբլեմներ գալիս էր, հասկանում ես։ Եվ ստեղ դիմացը կանգնած էր Քրիստոսը, որ ասում է՝ «Դուր ջուր խմեմ»։ Ասում դու հրյա ես սամարացի, հասկանում ես։ Այդ ինչ տղամարդ է, այսով է։ Դա Աստծո որդին է։ Այսօր դու պետք է ճանաչես այն անծանոթ Քրիստոսին, այն անծանոթ Քրիստոսին, որ դու երբեմն չես իմանում։ Այսօր դու պետք է ծանոթանաս այդ հրաշալի Քրիստոսին։ Այդ Քրիստոսին, որ քո կյանքը կարա փոխի 1000 գրադուս, հասկանում ես, ու ինքը պատրաստ է փոխելու։ Գիտես, այսօր ինքը ուզում է, որ դու օրհնվես իրանով։ Ու այն ամենամեծ օրհնությունը, որ դու իր հետ ապրես։ Գիտես, ամենամեծ պատվիրանների մասին, որ մենք խոսում ենք, հասարակ մի բան, ամենամեծ պատվիրանները։ Ես երբեմն երբ որ տենում եմ, մարդը չի կարող մարդուների, ես այնքան ցավով եմ ապրում, երբեմն երբ որ տենում եմ, հոգևորը չի կարող հոգևորինների, աշխարհիկ մարդկանց հետների ատելությունով է լցվում։ Ու դասում ես, ինչի չի աշխատում այդ պատվիրանը, ինչի աշխատում այդ պատվիրանի երկրորդը։ Սիրիր քո Աստծուն քո ամբողջ հոգով սրտով, սիրիր դիմացին քո անձի պես։ Աշխատում է, հասկանում ես, առաջինը մտոմ թե սիրում եմ իմ Աստծուն ամբողջ հոգով սրտով, բայց այդ երկրորդ պատվիրանը вообще չի աշխատում։ Ոնց սիրեմ, ոնց անեմ, դե սիրում ենք, դե անում ենք, հասկանում ես, չէ։ Գիտես ինչի՞ց է։ Էդի դրանից է, որ մարդ չունի հարաբերություն Աստծուն, որտեղ էդի դրանից է, որ այդ մարդը որ չի կարում սիրի այն Քրիստոսի մասին, որ հիմա մենք խոսում ենք, այն Քրիստոս եմ ասում, անծանոթ Քրիստոս է իր համար։ Գիտես, բայց երբ որ դիմացինը եւ սիրա հորը որդուն ասի, սիրում եմ իմ Աստծուն ամբողջ հոգով սրտով եւ սիրում եմ դիմացինի, կապ չունի ով է այդ քո դիմացինը։ Կապ չունի այդ քո դիմացինը քեզի ինչ է արել։ Կապ չունի դիմացինը քեզի վնաս է պատճառում, առավոտի ցիրիկուն հալածում է, վատ խոսքեր ասում։ Բա ոնց տանեմ ես ամենը։ Ախր ես կարամ, գիտես կարող է պրոբլեմը քո մեջ է, դու պետք է քո լեզուն սանձես, դու քեզ պետք է մենայն վերանայես հայլի մեջ, ոնց որ Հակոբոսն ասում, հասկանում ես։ Դու պետք է խորից մի հատ մտածես, հասկանում ես, ինչ է պետք։ Դրա համար սենց էլ գնալով Քրիստոսը կմնա քո համար անծանոթ։ Բայց ես այսօր ուզում եմ, որ դու հենց այդ Քրիստոսին այսօր մտցնես քո սրտի մեջ, բացես քո սրտի դռները, ասես ես էլ սենց չեմ կարող ապրեմ, Հիսուս։ Ես պետք է սիրեմ, ես պետք է ներեմ, ես պետք է անեմ այն, որ քո խոսքն ասում։ Ոչ թե քարոզիչի խոսքը, ոչ թե, այլ քո խոսքը, ավետարանը ինչ ասում։ Եթե դու ավետարանի մարդ ես, եթե դու Քրիստոսին ես պատկանում, հասկանում եք ինչ եմ ասում։ Այս կինը, որ լսավ, ասես դու մարգարե ես, մեր հայրերը այս լեռան վրա են երկրպագություն արելիս, դու ասում ես, թե Երուսաղեմ այնտեղն է, որտեղ պետք է երկրպագություն։ Հիսուսն ասաց, կին, հավատա ինձ, որ ժամանակը կգա, երբ ոչ այս լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմի երկրպագի, ոչ էլ Երուսաղում երկրպագեք հորը, դուք երկրպագեք նրան, ում չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրյաներս է, բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է եւ ճշմարիտ եւ երկրպագոնենք երկրպագեն հորը հոգով ու ճշմարտությունով, որովհետև հայրն իրեն այդպես երկրպագողներին ուզում է։ Ասում է փրկությունը հրյաներից եկել, այո, բայց ասում է դուք չսիրված ժողով, չսիրված մար, դուք կերկրպագեք իրան հոգով, որովհետև ինքը սիրում է իրան երկրպագողներին։ Ու հասկանում ես։ Երկրպագողները, որ անեն իր կամքը, իր գործը, հասկանում եք։ Դա է հենց իմաստը։ Եվ ասում է Հիսուսն, ասում է եւ Աստված հոգի է, ասում է ճշմարիտ երկրպագեն հորը եւ ասում է Աստված հոգի է ու նրա երկրպագողները պետք է հոգով ճշմարտությամբ երկրպագեն։ Կինն ասաց. Գիտեմ, որ գալու է Մեսիան, որ Քրիստոսն է կոչվում եւ նա գա մեզ ամեն ինչ կպատմի։ Հիսուսն ասաց. ես եմ քեզ հետ խոսողը։ Այսօր Քրիստոսը քո հետ խոսում է։
ասում է ես եմ։ Կարող է մի ժամ առաջ ինքը քեզից անծանոթ էր, բայց այսօր ուզում է քո հետ ծանոթանա, ուզում է որ դու իսկական հարաբերություններ ունենաս իր հետ։ Կնոջ կյանքը փոխվավ միանշանակ։ Հիշում եք, չէ՞, սկզբից որ կարդում եք, կին եկավ ջուր, Նիկոդեմիոս չէ, Նիկոդեմիոսը գնաց, բայց այդ կինը մնաց, այդ կինը ուրախությունով լցվավ, այդ կինը հասկանում ես վառվավ, եկել այն Մեսիան, որին որ սպասում էին իր ձևով կար, հասկանում ես, ասում է ես եմ, մենք խոսացողն եմ, դուք պետք է հոգով երկրպագեք, երկրպագում ես դու այսօր հոգով Քրիստոսին, ոնց ես դու երկրպագում, այսօր հոգին գործում է քո կյանքում, եւ ասում են կինը թողեց իր կուժը գնաց քաղաք ու մարդկանց ասաց եկեք տեսեք մի մարդ որ ինձ ասաց ամեն ինչ արել եմ արդյոք նա է Քրիստոս եւ նրան քաղաքից ու նրա մոտ են գալիս եք կինը թողեց կուժը վազավ գնաց քաղաք ուրախություն էր ապաշխարություն էր չէ ապաշխարեց սխոդու հասկանում ես փոխեց իր կյանքը եք մտավ այդ քաղաք երևի հենց այդ տեխնոն ասեն այդ այն չի որ փախած մաներ գալի Հիմա եկել է, այդ ինչ էլ է դրա հետ։ Հետեք, երևի չասեց, այն տղամարդուն եմ տեսել։ Կասեն տղամարդուն, մի անգամից սկսա պատմել, փրկիչին եմ տեսել, Հիսուսն է։ Հենց նոր ինքը ինձ ազատեց։ Հենց նոր ինքը պատմեց այն ամենը, որը որ ես ոչ մեկ չեր իմանում։ Հենց նոր ինքը խոսաց իմ հետ, հենց նոր ինքը ասեց իրականությունը, հենց նոր ինքը ասեց դու պիտի երկրպագես հենց նոր ինքը ասեց կգա ժամանակ դուք հոգով կփառավորեք Տիրոջը։ Եվ դրա մասին Քրիստոս հենց այդ Հովհաննեսի ավետարանում ասում է ես գնում եմ ձեզ մենակ չեմ թողնում։ Ումն եմ խնդրելու հորից մխիթարիչը, հոգու, ձեր մեջից պետք է կենդանի ջրեր բխեն, սիրելիս։ Քո մեջից պետք է կենդանի բխեն։ Հիսուս նրան ասաց 30 խոսքից եմ կարդամ Հիսուսը նրան ասաց ես ուտելու կերակուր ունեմ որ դուք չգիտեք աշակերտները իրար մեջ ասում էին գուցե մեկը նրան ուտելիք է բերել Հիսուսը նրան ասաց իմ կերակուրն այն է որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ գիտեք ես միշտ այդ խոսքերի վրա կանգնել եմ ասում եմ ես կերակուր չունեմ ես կերել եմ ասում եմ ինչով է կերակրել Գիտեք, իր համար, Հիսուսի համար առավելությունը դա էր, որ եկել էր հոր կամքը կատարել, ինքը կերակրվավ այն մեկին, որ բերեց փրկության, հալելույա, դու հասկանում ես ինչ ասում Քրիստոսը, Քրիստոսը ստեղ ասում է, ինձի կերակուր պետք չի, ես կերել եմ, ասում է ինչ, ով ա տրել, ով ինչ, ասում է ես, Հիսուս ասում է նրանց ասեց, կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ, եւ նրա գործ ավարտի հասցնեմ Բերեմ մարդկանց կյանքում հույս Հիսուսը բերել է այսօր քո կյանքում հույս Հիսուսը այսօր բերել է քո կյանքում փրկություն Հիսուսը այսօր քո կյանքում բերել է հավիտենություն Հիսուսը այսօր կյանքն է Հիսուսը այսօր ալֆան է օմեգան է առաջինը վերջինը ու հավիտենությունը Դուք պատկերացեք այս կնոջ իրավիճակը դուք պատկերացեք այդ ամենը որ կատարվավ Ուղղակի մի հատ ջրհոր շոկ ժամանակին Քրիստոսը հոգնած, սոված, սառավ, եկավ, նստավ եւ հələ մարդկանց կերակրեց Աստծո խոսքով։ Ձեր դու այսօր կերակրվում ես Աստծո խոսքով։ Դու այսօր կերակրվում ես կենթանի Աստծո խոսքով։ Եվ այդ կենթանի ջրերը քո մեջից պետք է բխեն։ Որտեղ ինքը տենց ասում։ Այսօր ճանաչի այն անծանոթ Քրիստոսին, որ քո համար անծանոթ էր։ Այսօր Քրիստոս ուզում է քո հետ մտերմանա։ Այսօր Քրիստոս ուզում է որ դու իրանը ճանաչես։ Այսօր Քրիստոսը ուզում է որ դու բացվես իր առաջ, ոնց որ այդ կինը ջրորի մոտ, հասկանում ես, եւ այդ կնոջ կյանքը լիովին փոխվավ։ Այդ կնոջ կյանքը լիովին փոխվավ։ Գիտես մի հատ հարց առաջանում, քո կյանքը փոխվել է, քո կյանքը փոխվում է, քո կյանքը հիմա կփոխվի, թե փոխված է, թե ոնց է, ինչ է, ինչեր դու պետք է անես։ Գիտես, այդ ամենը, որ մենք ասում ենք, անում ենք, ավետարանում ենք, որ դու այսօր կարաս, դու ուժեղ ես, դու պետք է պայքարես, դու ունես փրկություն, Հիսուսը քո կյանքում է։ Գիտես, Քրիստոս եկավ ավարտ, ասում է, ես եկամ հորս կամքը կատարիվ ավարտի հասցնեմ։ Գիտես, կգա մի ժամանակ Եվ որ ամեն ինչ կպրզնի Կգա մի ժամանակ, որ օրերը անցնում են, ժամանակները անցնում են, վաղտերը անցնում են, մենք մեծանում ենք, մենք ծերանում ենք, օրերը գնում են, դեք մի
տեսանյութ էր, ես տեսամ, եւ մեկը խոսում էր, ասում էր, գիտես, գալիս է ժամանակ եւ Աստված կանչում ամեն մեկին հավիտենություն։ Կգա ժամանակ եւ Տերը կկանչի ամեն մեկին հավիտենություն։ Ես նորից քեզի այդ հարցը տալիս եմ։ Դու պատրաստ ես այսօր։ Դու պատրաստ ես այսօր, դու ճանաչում ես Քրիստոսին։ Դու ընդունել ես Քրիստոսին։ Դու ընդունել ես Քրիստոսին, ոնց որ քո Տեր ու Փրկիչ։ Գիտեք, այդ տարածքի մարդիկ եկան, բոլոր ասում են, արդյոք դուք չեք ասում 4 ամիս եւ հունց կհանձնի Հիսուս աշակերտներ շարունակում խոսալ, ահա ասում եմ ձեզ, բարձրացեք ձեր աչքերը ու տեսեք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել են հնձի համար, հնձողը վարձը ստանում է հավիտենական կյանքի համար, պտուղ հավաքողը որպես ուրախանում է սերմանողը եւ հնձողը։ Ասում է, սերմանողը ու հնձողը իրար հետ պետք է ուրախանան։ Գիտեք, այդտեղ միշտ եմ դուր եկել, իմացի քուր աղբեր, երբ որ դու այսօր սերմանում ես, այսօր մեկին ավետարան ես քարոզում, եւ մեկը գալիս է սկսում է բարձրացնել, աճել, այդ հունցը դու էլ դրանով ես օրտնվում։ Դու մտածում ես, երևի մի հատ փոքր գործ ես անում, մի քիչ գործ ես, բայց դու մեծ գործ ես անում, հասկանում ես։ Դու հասցնում ես, դու մարդուն պատմում ես Քրիստոսի մասին։ Դու պատմում ես, որ Հիսուսը հավիտենություն է։ Ամեն։ Եվ ասում այդ քաղաքի սամարացիներ շատերը հավատացին նրան այդ կնոջը խոսքի համար, որ վկայեց եւ ինձ ասեցին այս ամենը ինչ արել էր։ Արդ երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա եւ նա 2 օր այնտեղ մնաց։ Իրեք հետաքրքիր է, որ կարդում է սամարացիները Քրիստոսին խնդրին, Քրիստոսը մնաց։ Բայց երբ որ կարդում ենք ավետարանը, հրեաները շատ տեղ չէին ընդունում Քրիստոսին։ Գադալյանների քաղաքում ինքա խնդրին, որ գնա, միտեղ ուզում են քարկոծեն։ Բայց այնտեղ հենց այդ հեթանոս, հենց այդ սամարացիների մոտ ինքը մնաց։ Անծանոթ Քրիստոսը, որ եկել էր այնտեղ, դարձավ հարազատ։ Սիրելիս, ես ուզում եմ այդ նոտայով հիմա մենք պրզնենք։ Ես այդ նոտայով ուզում եմ պրզնեմ։ Հավատացեք, գիտեք, այնքան եմ գրել, որ կարդամ, ասեմ, եթե մենք սա անցնենք, երևի երկար ժամանակ կանցնի, բայց ես ուզում եմ նորից հենց այդ 7-րդ խոսքով ավարտին տանք մեր պաշտամունքը։ 7-րդ գլխի 37 խոսքից։ Եվ ասում է տոնի վերջի մեծ օրը Հիսուսը կանգնած էր եւ աղաղակում էր ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես գիրքն է ասում. ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասած, նա այս նկատի ունենալով հոգուն, որ ընդունելու են նրան հավատացողներին, որտեղ Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Հետաքրքիր խոսք է, վերջնակետը մեր պաշտամունքի մեր ծառայության սերնես։ Եվ ասում եմ, տոնի օրը կանգնած աղաղակում էր Քրիստոսը։ Ասում եմ, եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ ու խմի։ Ինչպես գիրք ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրեր կբխեն։ Սիրելիս, գիտես, կենդանի ջրեր կբխեն քո սրտի մեջից։ Անծանոթ Քրիստոս, երբ որ դառնում է քո համար հարազատ, երբ որ դու հասկանում ես, գիտես, այդ ապաշխարության աղոթք ես միշտ ասում եմ, երբ որ դու գաս ես ամիսներ, պաշտամունքին, ու դու իսկականից հասկանում ես, որ դու ճիշտ կյանքով չես ապրել, դու մեղքով ես ապրել, հասկանում ես։ Դու սխալներ ես գործել, դու շնության, պղծության մեջ ես եղել, հարբեցողության, վատ խոսքեր ես ասել, հայոյություն, ու այսօր Հիսուսը կմնում է քո սրտին։ Ասում սիրելիս, այդ ամենը քեզի տանում է դեպի կորուստ։ Ես ստեղ եմ։ Ես ուզում եմ, որ դու ինձ ճանաչես։ Ես ուզում եմ, որ քո մեջից բխեն կենդանի ջրեր։ Ես ուզում եմ, որ դու գաս ինձ մոտ եւ հագնաս այն, որ ես եմ տալիս։ Ես տալիս եմ ջուր, հավիտենական ջուր։ Ոնց որ այդ կինը, սամարացի կինը, ասում է դու ջուր չունես, ես տամ, դու հրյա ես, ես Սամարացի եմ, Քրիստոս, եթե դու իմանաս ով է քո հետ խոսում, եթե դու իմանաս ում հետ այսօր դու գործ ունես, եթե դու իմանաս, թե այսօր ինչ եմ ուզում ես քո կյանքում անեմ, ես տամ քեզ ջուր։ Սիրես, եթե դու իմանաս այսօր քո կյանքում ով կա, եթե դու իսկականից մտնես դրա մեջ ու հասկանաս Հիսուսի քաղցրությունը, հասկանաս ինչեր է քեզ սպասում, եթե դու իրապես իր հետ ապրես, դա Հիսուսն է, այն անծանոթ Քրիստոսը, որ այսօր պետք է դառնա քո համար սիրելի հարազատ, քո Աստվածը, քո Փրկիչը, որ ոչ մի բանի հետ կյանքում մի փոխի։ Գիտես, մի մարդ ասել մեր,
Իմ կյանքը անիմաստ է։ Ես ասում գիտես, իմ կյանքը անիմաստ չի։ Իմ կյանքը Հիսուսով է։ Իմ կյանքը Հիսուսով է ու վերջ։ Այո, վերջ։ Սիրելիս, այսօր թող քո կյանքը լինի մենակ Իրանով։ Ես ցանկանում եմ օրհնություններ քո կյանքի բոլոր ոլորտներում մենակ Հիսուսով, ապրի Իրանով, հագեցի Իրանով, թող քո մեջից կենթանի ջրեր բխեն, հագեցի Իրանով, ցանկացի Իրան ճանաչել։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, ախր ոնց կարա մարդու կյանք առանց Քրիստոս լինի։ Սիրես, դու այսօր ճիշտ տեղում ես։ Այսօր Տերը թակում է քո սրտի դուռը։ Եկեք կանգնենք ոտքի։ Գիտես, ես այսօր ուզում եմ մի հատ նորից կրկնեմ։ Գիտես քո կողքինին, քո դիմացին, ասա գիտես Հիսուսը քեզ այնքան է սիրում Հիսուսը, որ դու այսօր ստեղ ես, գիտես, շատ է սիրում։ Ու վերջում էլ ասա, ու ես էլ եմ քեզ սիրում։ Որովհետև Հիսուսն է մեզ բոլորից միաբանեցնում։ Սիրելիս, եթե այսօր մեկը ուզում է ապաշխարի, եթե այսօր ուզում է մեկը իրապես հանդիպի Հիսուս Քրիստոսին, անծանոթ Քրիստոսին, որ անծանոթ էր բուկվալը մի ժամ առաջ, հիմա ես հավատում եմ, որ այդ Քրիստոսը անծանոթ չի, կազգաս առաջ մենք աղոթենք ապաշխարության աղոթքը։